Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ եւ Գերասենյակի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Հակոբյան, քանի որ Մերձավոր Արևելքի մասին այսպես կարդալով չի որ գիտեք, երկար տևական ժամանակ են տեղեկ եղել եւ Սիրիայում եւ Աֆղանստանում, խոսքով ներսից եք ծանոթ խոհանոցին։ Մի այսպիսի թեմայով սկսենք, եթե դեմ չեք։ Տեսեք, վերջին մի քանի օրվա ընթացքում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական գործողությունները ըստ էության, կետային իմաստով, բայց վերականգնվեցին, Միացյալ Նահանգները կրկին հարվածեց, հետո պատասխան հարվածներ ստացան տարբեր ուղղություններով, բայց այստեղ մի շատ հետաքրքիր հանգամանք կա։ Իրան Միացյալ Նահանգներ, ավելի ճիշտ Միացյալ Նահանգներ Իրան պատերազմը սկսվեց ըստ էության ստի հիման վրա։ Իսրայելը, մասնավորապես Նեթանյահուն, Թրամփին համոզել էր, որ Իրանը պլանավորում է հարվածներ Միացյալ Նահանգներին։ Այսինքն ըստ էության դա դարձավ առիթ ֆորմալ պատճառ, որպեսզի Միացյալ Նահանգները հարվածի Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Հիմա նույն Նեթանյահուն իսրայելական հետախուզությունը Թրամփին համոզում են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ծրագրել է սպանել Դոնալդ Թրամփին։ Դրան հետևում են արդեն հարվածներ։ Հիմա այս ստի կծիկը, որը բերում է պատերազմի, դա արդեն Մերձավոր Արևելքում նորմայի է վերածվել, հաշվի առնելով նաև կհիշեք Քոլին Փաուելի են հայտնի Կոլբան Իրաքի հետ կապված, թե այնուհանդերձ ինչ որ այսպես հատվածային տրամաբանություն։ Միջազգային քաղաքականություն երևի ընդհանրապես կարելի ասել, որ սուտը բավականին կարևոր, սուտը, երևակայությունը, հեքիաթները եւ այլն, իրանք ինչ-որ ձևով կարողանում են ումանանդ այն տիպի մարդկանց, ինչպեսին է Դոնալդ Թրամփը, որը ոչ թե պատմության խորը գիտելիքներ կամ, չգիտեմ, դիվանագիտական խորը գիտելիքներ կամ կարողություններ ունի, այլ էմոցիոնալ եւ անձնական շահ, անձնական կապեր, անձի հետ կապված բավական մեծ էմոցիոնալ բան, sense ներքուստ բան ունի, ապրումներ ունի, ինքը իր անձը աշխարհում եւ այլն, այնց որ այդ առումով այդ իր թույլ կողմերի վրա նաեւ ինձ թվում է նույն Նետանյախուն, նույն Մոսադը կարողանում են շատ լավ խաղան, ու նաեւ ի վերջո բացի դրանից ֆակտորներից մեկը եղավ Վենեսուելայում, որ հաջողություն, որը միշտ չի որ ստացվում, հիշում ենք 70-ականներին ամերիկան ուղղաթիռների ձախողված փորձը եւ այլն, այս անգամ լավ ստացվեց, Մադուրոին կարողացան իր իսկ պալատից վերցնել, տեղափոխել Նյու Յորքի բանտը, ու կարծում են նաեւ համոզել են, որ Խոմեյնիի սպանության հետ միասին Իրաքը լրիվ զինաթափվում ածնկիա Իրանը կներեք զինաթափվում ածնկիա գալիս ու սկսում խնդրել խաղաղություն Իրանը պարզվեց լրիվ ուրիշ նյութից է կառուցված Վենեսուելայի հետ համեմատության ու նաև վերջի պատմությունները, այսինքն Իսրայելի կողմից սա անցալվում է էգզիստենցիալ, այսինքն գոյատևման պայքար, դամանուն Իրանն էլ Իսրայելի նկատմամբ Իսրայելը պետք է վերանա եւ այլն, Իսրայելն էլ անցալում է որպես իր համար լինել չլինելու խնդիր, այսինքն բոլոր միջոցները կիրառելի են ու հիմա տվյալ դեպքում խոսքը իհարկե Թրամփին է, որը փորձում է ինչ-որտեղ բալանսավորի, բայց նաև շատ հաճախ ուղղորդվում է քայլերի, որոնք մեծ իմաստությամբ հագեցած քայլեր դժվար է ասել։ Տեսեք, ասացիք, որ Իրանի խնդիրը Իսրայելի համար ունի գոյաբանական նշանակություն, նույնը Իրանը ասում է Իսրայելի դեպքում, բայց մոտավորապես 40 տարի այս երկրներ իրար վրա հաչում էին, բայց չէին կծում, հա։ Եվ եկավ Թրամփը ու առաջինը ատամ գցեց ու դա իրոք վերածվեց արդեն գոյաբանական, այսինքն եթե մինչև այդ ֆորմալ իմաստով օրինակ իսլամական հեղափոխությունը պիտի ունենա արտաքին թշնամի եւ այդ թշնամիները նշանակված էին Իսրայելն ու Միացյալ Նահանգները, բայց այնքան որ ասում էին, բայց ոչինչ չէր արվում այդ ուղղությամբ, եկավ Թրամփը, որոշեց որ պիտի այնտեղ ռազմական գործողություններ սկսվեն եւ այդ հաչող կներեք էլ ես ամենայն հարգանքով եմ ասում, բայց այդ հաչը վերածվեց արդեն կծոցու, այսինքն սկսեցին իրար սպանել։ Հիմա այս ինչքան կշարունակվի, մինչև քանի դեռ Թրամփն է նախագահ, քանի դեռ Նեթանյահուն է վարչապետ, թե հետո էլ է շարունակվելու։ Դժվար է ասել, իհարկե այդ կարգի ասեմ կանխատեսում անելը
երբ ամենաանշնորհակալ գործն է, ու ամենից Տրամփը ինքը եկավ խաղաղության օրակարգով, որ բավական Ամերիկան, Իրաքում, Աֆղանստանում եւ այլն միջամտի, չգիտեմ, ժողովրդավարություն կառուցի, մեկ Ամերիկա great for մի խոսքով կենտրոնը ուշադրության Ամերիկան այդ հսկական տրիլիոնները, որը ծախսվել էին Աֆղանստանում եւ Իրաքում, եթե Ամերիկայում ծախսվեն, գուցե Չինաստանի հետ մրցակցությունը լրիվ ուրիշ որակի կլներ, այսինքն այդ օրակարգը կամաց ներկաշվեց, դարձավ ուրիշ օրակարգ։ Դրա հետ միասին իհարկե ասել, որ sense պայթյունը հիմքեր չուներ, Իսրայելը պատրաստում էր, Իրանն էլ էր պատրաստում, Իրանը Իսրայելին շրջապատել էր, Հեզբոլլան Լիբանանում, Հուսիտները Եմենում, Սիրիան, Ասադյան Սիրիան, բազմաթիվ այդ Հեզբոլլայի ներկայությամբ լինելով Իսրայելի ծայրագուն թշնամին եւ մյուս բոլոր ուժերը, էլի, այսինքն Իսրայելը Իրանը իր պրոքսիների միջոցով Իսրայելը փորձում էր օղակի մեջ առնել, Իսրայելը, որը ժամանակին երևի իր ռազմավարություն այդ Iron Dome-ն ասում, մետաղեցած կոծի տակ, այսինքն պաշտպանական լրիվ դոկտրինով էր ապրում, հիմա որոշեց հակառակը, այդ հոկտեմբերի 7-ը ամենակարևոր տրիգերը եղավ ու դրանից հետո ամեն ինչ այդ շղթան արձակվեց ու հետո եկավ Տրամփը, որը ավելի երևի կարելի ասել իրեն ավելի հեշտ էր կարգի հարցերում համոզել, դրա համար նույն Նեթանյախուն փորձել է Բայդենի հետ, փորձել է Օբամայի հետ, նույնիսկ կարծեմ Ջորջ Բուշի հետ, փորձել բոլոր ժամանակներում չի ստացվել ու հիմա ստացվեց։ Այսինքն ստացվել է, ես այս ամենաառաջի օրվանից ասել եմ, որ սա Ամերիկայի համար երկրորդ Վիետնամն է ու այսինքն Վիետնամում էլ հետևանքներով հնարավոր, այսինքն մտնում ես հեշտ, բայց դուրս գալ դժվար է։ Իհարկե իրենք այդ փորձը հաշվի առնելով մեծ բանակ Իրանում, օրինակ Իրաքում ամերիկյան 150,000-անոց բանակը մտավ, 2-3 շաբաթում Բաղդադը գրավեցին եւ այլն, Իրանում դա հաշվի առնելով առայժմ չեն մտել, օդից ռմբակոծում են, բայց օդից ռեժիմի փոփոխություն չի ստացվում։ Երևի միակ դեպքը դա Յուգոսլավիայում Միլոշևիչի Սերբիայում օրինակներ, երբ որ անդրադրամբակոծումներով պայթեց հասարակությունը ու փոխվեց, մյուս տեղերում չի ստացվել, ու ստեղ էլ ինձ թվում է չի ստացվի, սա բերում է ավելի ու ավելի կարծրացման ու ավելի ինչքան իշխանությունից դեմքեր վերացվեցին Իրանում իրենց փոխարինորոշ շատ ավելի կարծր ու ավելի կոշտ դիրքորոշում ունեցող մարդիկ են։ Հիմա մի պահ թվում էր թե հունիսի կեսերին, 18-ին, որ Տրամփի 80-ամյակին էր մի քանի օր ուշացավ այդ 14 կետանոց համայնքն, որ ինձ թվում է հրաշք էր, 300 միլիարդ դոլար ինվեստիցիաներ, 100 միլիարդ դոլար իրանական ակտիվների ետ սառեցումը, չգիտեմ նավթի ազատ առևտուր ու Իրանը այդ պայմաններում կարող էր ֆենոմենալ տնտեսական թռիչք ապրել, հիմա կանգնեց։ Ինչի կանգնեց, էլի դժվար է ասել, դա համար ի վերջո իրանացիները խփեցին 3 տանկերների, ինչի խփեցին պատճառներից մեկը ասում են, որ դա Իրանում տարբեր ուժեր իրար չեն վերահսկում ու որոշակի տեղային հրամանատարներ մեկ-մեկ անկառավարելի որոշումներ են, չգիտեմ, այդ էր պատճառը թե չէ, բայց ամենայն նոր տրիգեր, նոր ռաունդ ոնց է։ Այն որ աշխարհիկ իշխանություններին մղել են երկրորդ, երրորդ պլան, այդ արդեն երևում է, որ հիմա ասենք Փեզեշքյանը, օրինակ նախագահը։ Փեզեշքյանը դե սկզբից էլ առանձնապես մեծ իշխանություն չունի։ Հիմա էդ էլ չունի։ Հիմա էդ էլ չունի, կրոնականները, որոնք ինչ որտեղ բալանսավորում են ուժայինների հետ, իսլամական պապանության կորպուսը, իրանք ոնց որ կրոնականներն էլ մի քիչ ավելի անկյուն են կրոնական իշխանություն, բայց դրա հետ մեկտեղ Իրանը, ես միշտ ասել եմ, դա Ռուսաստան Պուտինով չի, որտեղ հսկական ուղղահայաց վերտիկալ է իշխանության, որտեղ մի մարդ որոշում է, բոլորը կատարում են։ Իրանում դա բազմաթիվ ինչ որ կենտրոններ կան, որոնք իրար հետ քննարկում, բանակցում են, մեկ-մեկ ամեն մեկը առանձին է գործում ու հետո չի պատժվում, այնց որ Իրանին կառավարելը նույնիսկ առանց այս արտաքին մարտահրավերների ինքնին բարդ խնդիր է։ ու նենց որ հիմա էլ Իրանում, որ այսպես պայմանագիրը ստորագրեցին, որը իմ տեսակետից անհամեմատ ձեռնտու էր ու դա Տրամփը դրան գնաց ըստ երևույթին իր ընտրությունները, կոնգրեսի ընտրությունները նոյեմբերին հաշվի առնելով, բայց Իրանում չստացվեց այդ հարցը, հիմա գնաց երկու գիշերը արդեն ռմբակոծում ենք տասնյակ օբյեկտներ, ռազմական օբյեկտներ, բայց նաև ասում են հիվանդանոց եւ այլն ու այս նոր էսկալացիայի շրջանը որտեղ կկանգնի, դժվարանում եմ ասել։ Հիմա քանի որ խոսք գնաց Իսրայելից, տեսեք, ավելի ճիշտ նաև Սիրիայից։ Իրանը ըստ էության թուլացավ այն ժամանակ, երբ Սիրիայում ռեժիմը փոխվեց, երբ Ասադին ճանապարհեցին,
դրանից հետո ըստ էության թվում էր թե հեսա Իսրայելը կվերցնի այդ ամենը իր վերահսկողության տակ, բայց չէ, հիմնականում պրոթուրքական ուժեր այնտեղ հիմնավորվեցին, ինչը բերեց արդեն բախման վտանգի Թուրքիայի եւ Իսրայելի միջև։ Ըստ էության այդ վտանգը ոչ միտեղ չի կորել, ինքը շարունակում է մնալ։ Հիմա այս ընթացքում այդ հակամարտությունը Իսրայել-Թուրքիա խորանում է։ Դեռևս այսպես դիվանագիտական հարթության վրա Իսրայելի կառավարությունը հայտարարում է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան ասում է, ես ձեր այդ բոլոր տեսակի գործարքները կասեցնում եմ, չգիտես ինչի, բայց այդ ընթացքում նաև մոռանում են, որ պետք է կասեցնեն օրինակ նավթի եւ մնացած ամեն ինչի առաքումը Իսրայել, ասենք նույն ադրբեջանական նավթի։ Բայց ինքը բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծել, ինչու, որովհետեւ հիմա Հայաստանը արդեն լավ չի պատկերացնում, ենթադրում եմ այս պահին ընդհանուր առմամբ, թե ինչ կարգի հարաբերություններ պիտի լինի Իսրայելի հետ։ Նույնը Բաքվում չեմ պատկերացնում, այսպես որքան էլ որ ասենք, որ մենք խաղաղության պայմաններում ենք ապրում, բայց պետք է չմոռանանք, որ մենք պոտենցիալ հակառակորդներ ենք, հա։ Հիմա ինչ պիտի անի հայկական կողմը, արդյոք սա շահեկան վիճակ է ստեղծում Հայաստանի համար հաշվի առնելով Թուրքիայի հետ Իսրայելի հակամարտությունը եւ այդ ընթացքում նաեւ Ադրբեջանի այսպես շիվար վիճակը։ Մի քանի շերտ այդ հարցի մեջ, առաջին երևի անդրադառնամ կարճ Սիրիայի մասին, ու Սիրիայում Ասադի ռեժիմի կոլապսից մի քանի ամիս առաջ այցելել էի որպես անձնական այցեր, բայց նաև հանդիպեցի արտաքին գործերի նախարարի հետ, որի հետ լավ գործընկերություն ենք ունեցել, ու ինքը ասեց մենք հոգնել ենք, ռուսներից էլ ենք հոգնել, պարսիկներից էլ ենք հոգնել, բայց դրա հետ մեկտեղ ասեցին, որ Թուրքիան պատրաստվում է, բայց ես չէի կարծում, որ այդքան շատ է պատրաստվում ու այդքան արագ, այսինքն 8 օրում այդ իշխանապողությունը Ասադի ընտանիքի իշխանություն, որը 50 տարուց ավել ընդեղ էր, որ դա միանգամից կարող է փլուզվի, ու դա ծանոթ պատկեր է, սովետական միությունն էլ օրերի ընթացքում փլուզվեց եւ բազմաթիվ այդ կարգի իշխանություններ, իրենք թվում են թե կայուն ու մնայուն են, մինչեւ այն պահը, երբ որ իրան փլուզվում են ու բոլորը ասում են տենց էլ պետք է լիներ։ Հիմա եղավ։ Մի կողմից Թուրքիան մտավ ու թվում էր թե Ալ-Շարան պրոթուրքական է, դրա համար իրեն թուրքերն էին անընդհատ օժանդակում, հետո պարզվեց, որ Ալ-Շարան շատ ավելի բարդ խաղ է փորձում խաղա, ինքը առաջինը գնաց Թուրքիա, հետո գնաց Սաուդյան Արաբիա, հետո Եվրոպա, հետո Տրամպի հետ հանդիպում եւ այլն, ու ի զարմանքս շատերի, նաեւ ես ինքս բավականին տպավորվել էի նախկին Ալ-Կաիդայի եւ ISIS-ի ներկայացուցիչ, ինչպես կարողացավ հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ, ու Իսրայելի հետ նաեւ շատ ավելի փափուկ լեզու էր օգտագործում, հետո եկան Սիրիայում այդ ալավիտների հետ կապված ջարդերը, քուրդերի խնդիրը, որտեղ Իսրայելը փորձեց միջնորդի, քուրդերին կարողացան որոշակի ավտոնոմ վիճակում պահպանել, հարավում դրուզներին Իսրայելը ոնց որ վերցրեց իրենց անվտանգության ծածկի տակ, ու այդտեղ ոնց որ Սիրիան իրար մեջ ինչ որ չափով բաժանեցին Թուրքիան հյուսիսից ու նաև Դամասկոսում որոշակի ներկայություն, հետո եկավ վերջի օրերին Մակրոնի այցը ու եվրոպական պլանները Սիրիան սանկցիաներից ազատելու, Սիրիայում ներդրումներ անելու, նաև արաբական, այսինքն Սիրիան դեռևս ոնց ասում անգլերեն ասում են story in making, այսինքն պատմությունն է, որ դեռ ծավալվում է ու ուրա գնալու, շատ դժվար է ասել։ Հիմա դրա հետ մեկտեղ, բայց գալիս է այդ կոնֆրոնտացիան, եթե Իսրայել ու Իրան էին միայն, հիմա հայտնվում է նոր ալիք, այսինքն նոր վեկտոր, դա Թուրքիա-Իսրայելն է, ու Թուրքիան շատ իր խնդիրներ ուներ, Թուրքիան անդադ ընդլայնվելու պլաններ, Թուրքիան Լիբիայում, Թուրքիան Սոմալիայում, Թուրքիան Սուդանում, Թուրքիան Կենտրոնական Ասիայում, ինքը ասում են Օսմանյան կայսրության վերականգնում, այդպես չի, ինքը ավելի շուտ փափուկ ուժով տնտեսական համագործակցություն, չգիտեմ, թուրքախոս լեզուների միություն եւ տարբեր դաշտերում տարբեր խաղեր է հաղում, Իսրայելը, որ ինքը փակված էր իր աշխարհում, մեզ մի ձերտվեք, մենք ձեզ ձերք տա, 1.5 տարի առաջ ու հոկտեմբերի 7-ից հետո ավելի շատ սկսեց աշխարհում համախոհներ ման գալ, այսինքն Ամերիկան միանշանակ իրենց դաշնակիցն է բոլոր հարցերում, բայց դրա հետ մեկտեղ սկսեց դաշինքներ ման գալ Հունաստան, Կիպրոս, Հնդկաստան, Միացյալ Արաբական Էմիրություններ եւ այլն։ Ուտեղ խնդիրը պատկասում եք Հունաստանն ու Կիպրոսը առաջերտին դա Թուրքիա հետ կապված խնդիր է,
Հնդկաստանը իր հերթին դա մեծ աճող գերտերություն է, որը Իսրայելին միանշանակ օգնում է, եվրոպական բազմաթիվ երկրներ այդտեղ մասնակցում են ու այդ երկու աճող տերությունները հայտնվեցին sense բան ընդհանրման կուրսի վրա։ Հիմա որտեղ դա կկանգնի ինչպես երկուսն էլ միջոց Ամերիկայի դաշնակիցներն են։ Մեկը ՆԱՏՕ-ի անդամ դաշնակից է, մյուսը ՆԱՏՕ-ի ոչ անդամ ամենամոտիկ դաշնակիցն է։ Իհարկե չես համեմատի Իսրայելը անհամեմատ ավելի մոտիկ է Միացյալ Նահանգներին, քան Թուրքիան, բայց միևնույն է։ Ուտեղ իսկապես հայտնվում է խնդիր, ուրա ինչպես է Հայաստանը կողմնորոշվելու, ու ինձ թվում է այդ նաև եկավ Իսրայելի գենոցիդի ճանաչումը, որը բնական է, դա ոչ թե արտացավ իրենց մեջ այդ պարտքի զգացումը, ամենամեծ գենոցիդ ապրած ազգը, առաջի գենոցիդ 20-րդ դարում ապրած ազգի ճանաչումը, ուղղակի Թուրքիան եւս մի հարված հասցնելու խնդիր կար, ժողովրդական լեզվով ասած բշտելու։ Մի հատ էլ բան անելու, ու մենք պետք է իմաստուն գտնվենք, այսինքն մեր այդ էմոցիոնալ, որ ով ճանաչում էր մի անգամից ամբողջ ազգով հիանում ենք, ոգևորվում ենք, այդ ժամանակը չենք ապրում, ենք այդ երազներով, մեր ինչ-որ էմոցիաները, մեր ազգի անցել ենք, մի քիչ ավելի հասուն քաղաքականություն ենք վարում, որ ես ողջունում եմ, ու այդ առումով էլ զուսպ մոտեցում, բայց դրա հետ մեկտեղ ինձ թվում է մենք պետք է հասկանանք, որ եթե Իսրայելում որոշակի դուռ բացվում է Հայաստանի հետ համագործակցելու, մենք պիտի փորձենք ըտեղել, այսինքն եթե մենք ուզում ենք Թուրքիայի հետ սահման բացենք, հարաբերություններ հաստատենք, Թուրքիայով Եվրոպա դուրս գանք, դա դեռ չի նշանակում, որ Իսրայելի հետ բոլոր դռները, նույնիսկ կիսաբաց դռները չպիտի փորձենք բացել։ Թուրքիայի հետ թե տնտեսական համագործակցության իստում հսկական թուրքներք Իսրայելի հետ նոր դաշտ կա, թե կրթության բնագավառում, թե առողջապահության բնագավառում, թե նաև գեոքաղաքական այդ դաշինքների, այդ դաշինքը, որը հիմա ձևավորվում է, մի կողմից Իսրայել-Կիպրոս Հունաստան, այդ մի դաշինք, մյուս կողմից Թուրքիան, Սաուդյան Արաբիա եւ Պակիստանի հետ է դաշինք։ Ադրբեջանի համար անհամեմատ ավելի դժվար ընտրություն է, դրա համար երկուսն էլ իրեն շատ մոտիկ պետություններ են, Հայաստանի համար ինձ թվում է երկուսի հետ էլ մենք նես չի որ մոտակա բարեկամներ ենք, որ մեկը ընդդեմ մյուսի պիտի են, երկուսի հետ էլ սկսում ենք հարաբերություններ զարգացնել ու երկուսի հետ պետք է հասկանանք այդ պրոպորցիայի չափը, ինչ տիպի հարաբերություններ, դու ես վերջերս մի քանի օր առաջ էի Թուրքիայում, ինձ համար շատ հսկա շուկան, հսկա հնարավորություններ տնտեսական, որը մեր համար նոր դաշտ է գործունեության, բայց նաև ճանապարհը Եվրոպա, ամենակարճ երկաթգից ավտոմեքենայի ճանապարհն է դեպի Եվրոպա։ Դենց որ մենք շատ բալանսավորված իմաստուն որոշումների հսկական շարք ունենք մեր առաջ կանգնած, որը պետք է խորը մտածենք ու քայլենք։ Դրա հետ մեկտեղ Ադրբեջանի մասին իմ առաջարկը հետևյալն էր ժամանակին նույնիսկ հոդված եմ գրում 2 ամիս առաջ դրա մասին, որ առաջարկում է ենթադրենք Հայաստան, Ադրբեջան, Վրաստան միասին հայտարարում ենք Հարավային Կովկասը չեզոքության տարածք, նեյտրալություն։ Ու դա իհարկե իր մոտեցումները ունի, շատ կոպիտ անալոգիա, երևի կարելի ասել Շվեյցարիան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ որ ամբողջ Եվրոպան կրակի մեջ էր, Շվեյցարիան կայուն առանց ոչ մի արտաքին զորքերի ներխուժման ինքը իրան իհարկե պաշտպանելու ամեն հնարավոր քայլեր արել, բայց նաև գրավեց հսկական ծավալի կապիտալ ֆինանսական իրենց բանկերը հսկական շահույթներ սկսեցին ստանալ ու ոչ միայն բանկերը։ Հիմա նույնը մեր մոտ է, մենք այդ բոլոր տարբեր կոնֆլիկտներով, որ շրջապատված է տեկտոնական հսկական շարժերը մեր շուրջը, Հայաստանը ու նաև Ադրբեջանը կարող է այդ արանքում օգտվի իր մեր չեզոքությունով հրավիրի կապիտալ կամ բիզնես կամ մարտիկ նույն Դուբայից, Դոհայից կամ ուրիշ տեղերից ու ինչ որտեղ դիրքավորվելով իմ սովորաբար ասում եմ, որ ամեն մի կոնֆլիկտ, ամեն մի ճգնաժամ ունի իր հնարավորությունները ու մեր համար որոշակի հնարավորություններ են այստեղ հայտնում նույնը կհիշեք ռուսական պատերազմը Ուկրաինա ոնց որ Հայաստան բերեց մոտ 100,000 ռուսներ, որից մի մասը մնացին, բայց մեր բանկային սեկտորի կապիտալը 4 անգամ աճեց ու նաև բիզնեսներ ու նաև հնայի մեջ դա ինչ որտեղ արտահայտվեց եւ այլ, այսինքն պատերազմները վատ են ընդհանրապես, բայց փոքր երկրների համար ճիշտ քաղաքականության դեպքում կարող են եւ լրացիչ մեր համար հնարավորություններ ստեղծել։ Հիմա տեսեք, ես շատ ուշադիր ձեզ լսում էի ու մի հետաքրքիր այսպես ներբերանք կար, հա, այսպես ասեմ։ Տեսեք, մենք դուք խոսեցիք այն մասին, ինչ որ կարող ենք մենք ստանալ հարավից, հա։ Այն ինչ որ կարող ենք ստանալ մենք արևմուտքից։
նկատի ունեմ Թուրքիայի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում ճանապարհ, լոգիստիկա, առևտուր եւ այլն եւ այլն։ Եվ այդ ընթացքում ոչ մի անգամ չհիշատակեցիք Ռուսաստանին։ Ռուսաստանը խաղից դուրս է մնացել, որտեղ մերձավոր արևելքում օրինակ Ռուսաստանը ժամանակին ուներ շատ հիմնավոր, այսպես լավ դիրքեր ուներ, նույն Սիրիայում Ասադի ժամանակ, չմոռանանք Լառնակայում, այնտեղ ռազմաբազան եւ այլն, մի խոսքով ինքը Ռուսաստանը այսպես աստիճանաբար դուրս մղվեց բոլոր տեղից, դուրս մղվեց, թե իրենք գնացին իմիջիալուց, շատ վիճելի շարունակող թեզը։ Հա, չնշեցինք ու երևի մեր կոնտեքստում միշտ Ռուսաստանը մնում է, հսկան գերտերությունի վերջո գոնե բան միջուկային զենքի քանակով գերտերությունա շարունակում մնալ, որի մենք պետք է ուշադիր լինենք ու հատուկ չգրգռենք մեր դեմ, ինչ որտեղ դա կարելի է համարել կարևոր օրակարգային խնդիր ու փորձենք կառավարել։ Հիմա Ռուսաստանից բնական է, եթե ժամանակին, չգիտեմ, Ռուսաստանից կապիտալով, ինվեստիցիաներով ամենամեծ ցանցալներ, մենք սպասումներ այս բային չունենք, թե զենքի առումով, թե կապիտալի առումով, թե բիզնեսների առումով, մեր ուշադրությունը հիմնականում Եվրոպա եւ ոչ միայն Եվրոպա, հա։ Հիմա ու Եվրոպայի հետ մենք ընդլայնում ենք հարաբերությունները, բայց իմ չեզոքության կոնցեպտի մեջ դա նաեւ Ռուսաստանին է վերաբերում։ Այսինքն մեսեջը Ռուսաստանին այն է, որ մենք ոչ թե դուրս են գալիս հապկից ու մտնում ենք ՆԱՏՕ, մենք երբեք ՆԱՏՕ-ի մտնելու քայլ չենք արել ու չենք էլ ինձ թվում է մոտակա տասնամյակներում չենք ուզում անել, եթե մենք չեզոքություն, դա նշանակում է ոչ թե մի բանից միությունից ես ներողություն եմ խնդրում, երբեք մի ասա երբեք, որտեղ սրանց 2 տարի առաջ կամ 3 տարի առաջ Ստոկհոլմում որևէ մեկի մտքով չէր անցնի, որ իրենք կդառնան ՆԱՏՕ-ի անդամ։ Համաձայն եմ ու այդ 18-րդ դարից չեզոքություն հայտարարած պետություններ, ընդ որում Ռուսաստանին պարտվելուց հետո չեզոքություն հայտարարած։ Նույնը Ֆինլանդիան իր հերթին, Ֆինլանդիան Շվեյցարիայի պատմությունը առանձին հետաքրքիր է, ու նաև Ֆինլանդիան, որը սովետական միության շողքում 50 տարի ապրում էր, զգուշ էր շնչում, որ Ռուսաստանին հատուկ չգրգռի իր նկատմամբ, չնայած արևմտյան առողջ տնտեսություն էր կառուցում ու սովետի հաշվին նաև տնտեսությունը ավելի արագ էր զարգանում, բայց այդ նույն որը նաև մեր համար հետաքրքիր օրինակ է, հասկանալ ինչպես կառավարել Ռուսաստանին, որ գլխից չտա, բայց այդ մեկտեղ դու իր ստորադասը չլինես։ Ու այդ Ռուսաստանի հետ առանձին խնդիր է։ Այդ առումով չեզոքություն առումով այսօրվա մասին եմ ես խոսում, ու այսօրվա պրոյեկցիայի մասին եմ խոսում, 10 տարի հետո կամ 5 տարի հետո կամ նոր մեծ փոփոխությունների եթե առաջանան, ինչպես կվարվենք, դա ուրիշ խնդիր է։ Ի վերջո ՆԱՏՕ-ի հիմնական խնդիրը դա Ռուսաստանին ռազմական առումով կառավարելն է, այսինքն որ շակի շրջանակներն է, ուր կգնանք այդտեղ, դա համար իմ ասած այդ չեզոքության առումով Ռուսաստանին մեսեջը այն է, որ Ռուսաստան, մենք ձեր դեմ չենք ուզում տրամադրվենք, ի տարբերություն Ուկրաինայի կամ Վրաստանի, որոնք Եվրոպական միություն մտնելու հետ միասին հայտարարեցին նաև ՆԱՏՕ-ի մասին, մենք դա չենք հայտարարում, մենք Եվրոպական միության հետ սերտացնում ենք մեր հարաբերությունները, ու նույնիսկ մտնելու մասին մենք այսօր տեխնացու չենք ու չենք հավակնում այս պահին դառնալու, բայց համագործակցում ենք, ընդլայնում ենք տնտեսական կապերը, եթե Ռուսաստանը չի ուզում մեր Իրանը, մենք ուրիշ շուկաներ ենք ման գալիս, եթե Ռուսաստանը մեզ գազը թանկա վաճառում, մենք ուրիշ տեղից ենք փորձելու գազ գտնենք, բայց եթե շարունակում է մեզ գազ տրամադրել, մեզ շուկա տրամադրել, մենք իրենց դեմ ոչինչ չունենք, շարունակում ենք մեր հարաբերությունները, բայց դրա հետ մեկտեղ ենթադրենք բազմաթիվ ուրիշ բնագավառում, որտեղ Ռուսաստանի կարողությունները շատ սահմանափակ են, Եվրոպական միությունը հսկական նոր հնարավորություններ է մեզ տալիս։ Դրա հետ մեկտեղ, բայց պարոն Հակոբյան, ըստ ձեզ ես հասկանում եմ ինչ եք ասում, ինչի համար եք ավելի ճիշտ ասում, եկեք ռուսների հետ այսպես խոսենք կամ Մոսկվայի հետ այսպես խոսենք, մենք այդպես փորձում ենք խոսել, մենք այնտեղից ստանում ենք սպառնալիքներ, ստանում ենք սահմանափակումներ, մենք այնտեղից Եվ այլն, ցանկը կարելի է շարունակել։ Հիմա ասես, այս Ռուսաստանի հետ արդյոք հնարավոր է այդ լեզվով խոսել, այն լեզվով, որով դուք եք առաջարկում։ Ամենալեզվով մենք պետք է մաքսիմալ ամեն ինչ անենք, որ խոսենք, ես օրինակը իմ համար ամենամոտիկ այդ Խանդոտ ամուսնու կերպարն է, որ մենք 30 տարի առաջ բաժանվել ենք, հա։ Մեկը 30 տարի հետո ամուսինը գալիս, ասում է, չես դու սրա հետ ամուսնանում կամ ման գալիս կամ այսպես պիտի անես, այնպես։ Ռուսաստան, մենք սովետական միության փլուզումից հետո բաժանվել ենք, ամեն մեկս իր ճանապարհով է գնում, կարող ենք շարունակել բարեկամ լինել, կարող ենք շարունակել ուրիշի հետ բարեկամ լինել։ Դա մեր իրավունքն է, մեր սովերեն իրավունքն է, բայց մենք ձեզ թշնամի չենք ու չենք էլ ուզում
ինչ որ մեկի հետ բարեկամանալ որպես թշնամակցես։ Մենք շարունակել հիմա Ռուսաստանի հետ կլինի, թե չէ Ուկրաինայի ու Վրաստանի փորձը ցույց տվեց, որ եթե չափից դուրս կտրուկ ես գնում, ցավալի քայլեր է ստանում։ Մոլդովայի հետ կապված է դեռևս բարձ չի ինչպես է դա գնալու, դա համար ինձ թվում է այդ դասերը հաշվի առնելով մենք պետք է ավելի զգուշ լինենք։ Կենտրոնական Ասիան, Ղազախստանը, ես մի հատ հոդված է գրի Հայաստանի ու Ղազախստանի ճակատագրերի նմանության մասին։ Ուտեղ շատ հետաքրքիր է իմ գոլեգան Ղազախստանից, բայց ինքը Հարվարդում պրոֆեսոր է, միասին են գրել այդ հոդվածը, ու շատ ինքն էլ խնդիր ունի, Ղազախստանն էլ խնդիր ունի, Ռուսաստան, Չինաստանին կառավարելու, մենք մեր խնդիրները ունենք, ու ինչ որ պահ Իհարկե Ղազախստանը նաև քվեարկեց Հայաստանին այդ մեսեջը ուղարկելու, եվրոպական, այդ եվրազիական տնտեսական հարցերում, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է աշխատենք Ղազախստանի հետ, Ուզբեկիստանի հետ, պետք է աշխատենք մյուս երկրների հետ, ու այդ երկրներով միասին արդեն որոշակի ուժ կշիռ ունենանք Ռուսաստանի հետ բանակցելուց։ Մենք ոնց որ այս պահին Ռուսաստանը մեզ տեսնում ամենաթույլ օղակի մեջ ու փորձում է մեզ առաջինը ճնշի, որ մյուսներին դաս լինի։ Ուտեղ մենք պետք է կարողանանք ցույց տանք, որ մենք միասին չենք ու մենք հեշտ ճշվող չենք, այսինքն Եվրոպական միությունն էլ է մեզ ակտիվ օգնում, վաղը Ղազախստան, Ուզբեկիստանն է, հասկանալով, որ մեզնից հետո իրանք են գալու, իրենք էլ կարող են միանան այդ հարցերում, ու մյուս, ու հայերը ընդհանրապես աշխարհում ճանաչված ազգ են, մեր զոր արևելքում ունենք մեր դաշնակիցները, այսինքն Ռուսաստանի հետ մեր քաշային այդ տարբերությունը կատեգորիաների, նաև լրացվում է մեր հնարավոր տարբեր բարեկամներով եւ համագործակցող մյուս երկրներով, որի դեպքում Ռուսաստանը ավելի զգուշ պետք է լինի մեր հետ։ Վերադառնանք այն ձեր առաջարկին, որ հարավային Կովկասի երկրները լավագույն տարբերակը կլինի, եթե չեզոքությունը հայտարարեն, երևի, բայց տեսեք, Ադրբեջանը, Հայաստանը աշխարհի առաջատարներից են այն իմաստով, որ մենք ամենաշատ տոկոսն ենք տալիս ներքին համախառն արդյունքի ռազմական ոլորտում, թե Ադրբեջանը, թե Հայաստանի Հանրապետությունը ամեն մեկը իր չափով։ Այսինքն ըստ էության Ադրբեջանի դեպքում, եթե մենք ասում ենք գերզինված են, մենք գնում ենք այդ ճանապարհով, չեմ ասում մենք բրցակցում ենք իրենց հետ այդ իմաստով, բայց մենք էլ ենք գնում այդ ճանապարհով գերզինված, հետո բայց զենքը ինչ ենք անելու։ Այդ նույն հարցը կարելի Շվեյցարիան ու Ֆինլանդիան էլ տար։ Շվեյցարիան այդքան զինված երբեք չի եղել։ Զինված է։ Չէ, որ հիմա իրենք զինված են ավելի, քան շատ ու շատ երկրներ, որոնք բանակ ունեն այդ բարձր։ Այդ զենքը միշտ էլ ծառայում է որպես քո մեջքի հետևում որոշակի լրացիչ, ոնց ասեմ, բալաստ ասեմ, թե ինչ որ ապահովության բարձիկ ասեմ, դա միշտ պետք է լինի, դրա համար մեր խոսակցությունը թե Ադրբեջանը, ընդհանրենք ինքը հնարավորություն ունի կամ ուժով մեզ ճնշելու կամ մեր հետ բանակցելու։ Եթե ինքը գիտի, որ մեր հետ ուժով ճնշելու դեպքում մենք կպատասխանենք, մինչև մեր օգնողներն էլ նաև գան, որ մենք էլ կարողություն ենք, այսինքն Մեղրի միջանցքը դա մի ժամվա օպերացիա չի, կարող է շաբաթներ տևի իրենց համար, իրանք շատ ավելի զգուշ կլինեն։ Ու այդ կարողությունը դիմադրելու իրենք միշտ հաշվի կառնեն։ Իսկ հիմա ինքը կշռի նժարի վրա դնում է ինչ։ Դնում է ընդհանրենք Հայաստան, որի հետ կարող է ռազմական կոնֆլիկտը շատ դժվար ու խորը ու ծախսատար լինի, մյուս կողմից է Ադրբեջան ու Հայաստան ու նաև Վրաստան միջանցք են դառնում, արևելք, արևմուտք իրար հետ կապող, նաև հյուսիս-հարավ, ինչ որ կապի հնարավորություններ, այդ Մեղրի միջանցքը, Տրիպը եւ այլն։ Ու այդ հնարավորությունները այսօր ոնց որ այս մի տարվա մեջ այս նոր զարգացումը մենք ու Ադրբեջանը հայտնվել ենք մի կողմի վրա։ Այսինքն մենք ունենք ընդհանուր շահ, միջանցքի մեջ մենք դառնում ենք օղակի մասեր, որոնք իրար լրացնելով սարքում են օղակը գործունյա աշխատող։ Ու այդ առումով շարունակելով, չգիտեմ, նավթ ենք ստանում, ուրիշ բաներ ենք, երեք մի հատ մեծ հետազոտություն կար Հայաստան ու Ադրբեջանի տնտեսությունների կոմպլեմենտարությունը ինչի շուրջը կարող է կառուցվի։ Ինչքան շատ ավելի այդ կոմպլեմենտարության վրա աշխատենք, թե մենք թե իրանք, այնքան ավելի քիչ հավանականություն, որ ռազմական կոնֆլիկտը կարող է որոշակի դիվիդենդ բերի, թե իրանց, թե մեզ։ Հենց որ մի կողմից կառուցելով այդ հարաբերությունները միջազգային դիվանագիտական դիվերսիֆիկացիան եւ այլն, բայց ունենալ, դրա համար եթե իրենք իմանան, որ մենք շատ հեշտ թիրախ ենք, այդ դեպքում շանսերը ավելի բարձր են։ Այսինքն պատերազմից խուսափելու համար կա երկու, ընդ որում երկուս միաժամանակ աշխատող տարբերակ։ Առաջինը
մաքսիմալ ավելացնել տնտեսական կապերը, որպեսզի ձեռնտու չլինի այդ կապերը խզել, եւ երկրորդը մաքսիմալ թանկացնել պատերազմը, այսինքն որպեսզի հարձակվող կողմը չմտածի, թե ինքը շատ արագ, շատ հեշտ խնդիրը լուծելու է։ Չինական եւ նաեւ հռոմեական ասացված, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվի պատերազմի, ոչ ոք դա դեռ չի չեղարկել ու ինձ թվում է մեր դեպքում էլ դա շատ կարեւոր է։ Պարաբելում։ Պատրաստվենք, լավ, շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ եւ գրասենյակի նախկին ղեկավար Դավիթ Հակոբյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։